Սիրելի ժողովուրդ, այսօր տոնական օր է, Սուրբ Ծննդյան շաբաթն է, բարի գալուստ ներս, եթերում Ներսարի գիշերային շոուն է, եւ նա ներս է հրավիրել իր մեծ ընտանիքը, ընտանիք, որը չի տեղավորվում ներսում, եւ միաժամանակ նրանցից ոչ ոք չի կարող ապրել առանց մեկը մյուսի, եւ ես էլ այստեղ եմ, կամ քիչ այստեղ, կամ ընդհանրապես քաղաքում չեմ, կարճ ասած, ես տեսնում եմ ձեզ, դուք ինձ ոչ, մի խոսք կա, ընտանիքը չի ընտրում, բայց ընտանիքը համ ու հոտ ունի, ու հենց հիմա ներսեսը ներս է գալիս։ Բարի երեկո, սիրելի ժողովուրդ, Սուրբ Ծննդյան շաբաթն է։ Այն շրջանը, երբ ընտանիքները հավաքվում են, բաժակները լցվում են, անուշաբույր ուտեստներ են վայելում, իրար լավ խոսքեր են ասում եւ անպայման տան մեծն ասում են. «Բալես, ես պիտի ուտես, որ չուտես կնեղանամ»։ Դե իմ ընտանիքը, դե նրանք հենց այսպիսինն են, հոգատար ու բոլոր հանգամանքներում պատրաստական։ Բայց ես մի ընտանիք էլ ունեմ, որ հիմա կտեսնեք ու կծանոթանաք։ Ներսարի թիմը դա մի այնպիսի ընտանիք է, որտեղ բեմադրող ռեժիսորն ու օպերատորը մեր սիրելի լուսային ռեժիսորի հետ մի ձեռքով լույս են դնում, մյուսով դերասանի հոգեբանության մեջ են խորանում։ Խմբագիրը գրում է, բայց աչքով նայում է դիմահարդարները, հասցնում են արդյոք թե ոչ։ Հնչյունային ռեժիսորն ասում է՝ «Մի րոպե, ձայնը կորավ», բայց այնպիսի արագությամբ է շտկում անսարքությունը, որ չես էլ հասցնում մի կում ջուր խմել։ Իսկ պրոդյուսերն այս ամենին նայում է եւ ասում՝ «Լավ է, մենք դեռ ողջ ենք»։ Այսօր ես որոշել եմ տանը ներսում հավաքել Ներսարի մեծ ընտանիքը։ Եկեք տոնենք միասին Սուրբ Ծննդյան այս հիանալի օրը։ Ներսես, ես այստեղ եմ, ինձ մոռացար։ Գիտեմ, որ ինձ չես տեսնում, բայց լսում ես։ Արժան, երևի դու անօթաչու սարք ես դարձել իրականում, ոչ քաղաքում ես, ոչ տանը, բայց ամեն քայլից հետևում ես։ Հա Ներսես, ինքս էլ չգիտեմ որտեղ եմ, միայն գիտեմ դու պիտի սկսես շոուն։ Լավ Արս ջան, ափսոս չգիտեմ ուր ես ու չես լինի ներսում հիմա մեզ հետ, բայց ուզում եմ ծափահարենք Արսենին, ասենք շնորհակալություն Ներսարի անփոխարինելի ձայնն ու ընտանիքի մեծ հոպարը, Արսեն Գրիգորյան։ Վախ հոպարը մեռնի ջանիդ, շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ, բայլեք երեկոն, եթերում Ներսարի գիշերային շոուն է։ Դե ինչ, եթերում Ներսարի գիշերային շոուն է եւ ժամանակն է գնալու դեպի V&M բար։ Տոնական երեկոն առանց փրփրունի, չգիտեմ, ոնց որ ասես տոնածառն առանց լույսերի։ Այսօր դե իհարկե տակառ փրփրուն գինի ենք խմելու։ Տակառը ստեղծվում է հայկական խաղողի սորտերից, բայց ունի եվրոպական նրբություն։ Ավանդական տարբերակը բնական փրփրություն, նուրբ գույն, մի շիշ, որը բացվում է հենց այն պահին, երբ ընտանիքը հավաքվում է սեղանի շուրջ։ Տեսեք ինչն է ամենահետաքրքիրը։ Այս գինին փրփրում է ոչ միայն բաժակի մեջ, այլ նաև բարձրացնում է տրամադրությունը։ Եվ միշտ հիշեք, տոնական երեկոյի ձայնը ոչ թե երաժշտությունն է, այլ այն հնչյունը, երբ բացվում է ճիշտ փրփրունը։ Ողջունենք նաև իմ ընտանիքի երաժիշտներին, Rootsline and Friends, տղերքը, ովքեր միշտ ինձ հետ ներսում են, որոնց ես անչափ շնորհակալ եմ, եւ հիմա կարճ դադարից հետո մենք կրկին կլինենք ներսում։
հեռու մի գնացեք, այսօր ներսում է Ներսարի ընտանիքը, իր բոլոր զավեշտալի, վերելքներով լի ու սիրով լի մարդկանցով, շուտով առաջին հյուրերը։ Notari, galabari, mes notari, morna mana moki. Du notari, mes notari, bye bye, cosiro, me notari, galabari, mes notari, pati, who is it all? Եթերում Ներսարի գիշերային շոուն է եւ ես բարիս բոլոր իմաստներով բացում եմ վարակույրը եւ ներկայացնում մարդկանց, ում ջանքերով ստեղծվում է հեռուստատեսային այս շոուն։ Հնարավոր է, որ մենք այնքան շատ չենք, ինչքան ասենք ամերիկյան իմ գործընկերների գիշերային շոուի ընտանիքները, կամ հնարավոր է, որ մեր մեկ թողարկման բյուջեն այնքան փոքր է, որ 1 ժամում կարելի է ծախսել, ասենք, սուպերմարկետում։ Հնարավոր է, այո, ամեն բան հնարավոր է, բայց վստահ կարող եմ ասել, որ այս տանը բոլորի սրտերը մեծ են, իրենց սեփական բռունցքներից կրկնակի, եռակի ու միտքը արագ է ու պայծառ եւ դե պատասխանատվությունը կա, հոգատար են ու շատ սիրող։ Մի խոսքով, այս երեկո ես գովելու եմ բոլորին, այնպես որ դիմավորեք Հրաչ Քեշիշյան, հաղորդման գլխավոր պրոդյուսեր, Արթուր Աղոյան, բեմադրող ռեժիսոր, գործադիր պրոդյուսերներ Նանա Տոնոյան եւ Արմիդա Տերտերյան, խմբագիրներ Նելի Անդրեասյան, Անահիտ Եղջյան, նկարիչ Ադրինե Քեշիշյան, Մելանիա Ազիզյան, իմ սրտի դիմահարդարը եւ Մոնիկա Պետրոսյան, SMM մասնագետ ու իհարկե Հարութ Ռուտլայն, մայստրո, մեր բենդի ղեկավարը ու մեր ֆանտաստիկ երաժիշտները, վայ, շնորհակալություն բոլորիդ եւս մեկ անգամ, որ իմ հետ ներսում եք եւ հիմա ժամանակն է նրանց ասելու ներս եկեք։ Jingle bell rock, jingle bell swing and jingle bell ring. Snowing, I'm blowing, our bushes are fine. Now the jingle hop has begun. Jingle bell, jingle bell, jingle bell rock, jingle bell time and jingle bell time. Dancing and prancing and jingle bells swear in the first year. Այ, բարի երեկո, բարի գալուստ ներս, այս տեքստը շատ հետաքրքիր է ձեզ ասելը։ Չգիտեմ ինչ ասել, սերի հեռուստադիտող, այստեղ հենց հիմա նստած են մարդիկ, ովքեր կադրի հետևում, շաբաթներ, տարիներ շարունակ քրտնաջան աշխատում են, որպեսզի դուք տեսնեք այն ինչ տեսնում եք ամեն շաբաթվա վերջ Արմենիա հեռուստաընկերության եթերում։ Սա Ներսարի մեծ ընտանիքն է, ես իմ ամենասիրելի մարդիկ են, որոնց ես անչափ շնորհակալ եմ, որովհետև 5 տարի շարունակ դուք ինձ հետ քայլում եք միասին եւ մենք կարողանում ենք մարդկանց տալ այն ջերմ էմոցիաները, որ հուսով եմ, որ միշտ կարողանում ենք տալ։ Բարի գալուստ ներս, սիրելի մարդիկ, շատ ուրախ եմ ձեզ տեսնել։ Վաու, դե պատմեք, ոնց եք։ Ես շատ ուրախ եմ, շատ ոգևորված եմ, որ հենց դուք եք ներսում։ Բացառիկ հնարավորություն ունես պատռելու բոլորիս դեմքը, դե Պարոն ներսից Աղոյան, տեսնեմ, այո։ Սկսենք հենց ձեզնից, Արթուր Աղոյան, Ներսարի հեռուստանախագծի ռեժիսորը, ով գորգռում է հաճախ, նրա ձայնը լսում են մինչև Արաբկիրի ծայրամասերում բնակվող Երևանի քաղաքացիները մեր նկարման օրերին։ Արթուր, պատմիր դու ամենասկզբից, երբ Պարոն Քեշյանը քեզ հայտնեց այդ մասին, որ պիտի սկսենք նման մի նախագիծ, պիտի լինի երեկոյան շոու, ինչեր էիր մտածում։ Ես շատ լավ հիշում եմ մեր առաջին պատմությունը, շատ ոգևորված էի, խոսեցինք, շատ ուրախացա, որ նոր բան ենք անելու եւ հրաշալի նախագիծը ստացվելու, արդեն համոզված էի, բայց պատմիր քո աչքերով առաջին անգամ որ տեսար ինձ եւ չէի ճանաչում։ Այդ ավելի հետաքրքիր պատմություն է։ Արտուրին ես չէի ճանաչում մինչև դա ցավոք սրտի, բայց Արտուրը տասնամյակներով աշխատում է հեռուստատեսությունում։ Ես ու Արտուրը անընդհատ, չգիտեմ կհիշեք այդ պահը թե չէ, որ անընդհատ խոսում էր, որ հա այս դեկորը դե որ սենց լինի, այս մասը, այս դեսպեն, այս
դեսպեի կտորի վրա որ հանկարծ խաղը լի ջուր լցվի, բայց ասես ասում դե երևի ինքը բանն է, հա, մեբելի գործ անողն Պավիլյոնը իգտա հավաքելու, հետո իմացա ով կմտածեր Արտուր, որ դու կդառնաս իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկը։ Այո, ով կմտածեր, որ կդառնաս իմ ամենասիրելի հերոստա հաղորդավարներից մեկը։ Այսօր մենք իրար անընդհատ սեր ենք խոստովանելու սիրելի հերոստատիտող, եթե դրանից ներվայնանալու եք հենց հիմա փոխեք ալիքը, որովհետև առաջիկա 30 րոպե պլյուս, այստեղ այո, սիրառատ է լինելու։ Արտուր, Արի գլխավոր մեղավորից սկսենք։ այո, Որ բոլորիս համախմբեց Նիներ Սարիի շուրջ, հետո կշարունակենք արդեն պատմությունները, այո։ հա, ոնց եղավ, որ հասկացանք, որ մարդկանց պետք է ներս հրավիրել։ Չեմ կարող այդպես ասել, թե ինչից ամեն դեպքում այդ մեր ծանր երևի պատերազմից հետո մեր ծանր հոգեվիճակներ միգուցե մենք շատ մի տեսակ չգիտեմ համախմբվելու սիրո կարիք ունեինք մի բան պետք էր որ փոքրի շատ է փոխեր են տրամադրությունը որի մեջ բոլորս հայտնվել ենք ու իմ կարծիքով սա այն լավագույն միջոցներ նախ մխրճվելու աշխատանքի մեջ մի բարդ ու բավականին տարողունակ նախագիծ սկսելու, բացի դրանից նախագիծը իր մեջ ունի այդ լավ համով միացնող բանը ու անվանման մասով էլ իհարկե քեզ եմ շնորհակալ, որովհետև անցած մտածում ենք ինչ լինի, երեկոյան շոուները շատ են, երեկոյան շոուները միշտ գրեթե նույն անունները ունեն կամ բարի երեկո կամ լավ երեկո կամ բարի գիշեր կամ գիշերային շոու եւ այլն ու լավ է որ դու այդ պահին ասցիր Ներսարին դարձավ իսկապես տենց լավ սկիզբ լավ մեկնարկ ու Ներսարին իսկապես կարողացավ դառնալ համախմբող եւ Ներսարին բնականաբար նաեւ այն առօրյա օգտագործող ամեն օր օգտագործող բառն է, որը մենք շատ հաճախ ասում ենք առանց մտածելու դրա մասին, եւ Ներսարին դարձավ այսպես հեռուստատեսային բրենդ։ Շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ, որ բոլորդ համախմբվեցիք գաղափարի շուրջ ու մենք այսքան երկար տարիներ իրար հետ միասին քայլում ենք ու անում ենք այս շոուն, որովհետեւ հեռուստատեսության համար նաեւ կարեւոր է երկարակեցության գաղափարը։ Ինչքան ես դու երկար եթերում Այո, եւ փաստորեն գրեթե 5 տարի շարունակ մենք այս մեծ ընտանիքով քայլում ենք։ Փոշոտ ու փշոտ ճանապարհներով ինչ որտեղ նաեւ եւ խոսենք մեր գործադիր պրոդյուսերների հետ, Նանա, Արմիդա, Նանա, ուզում եմ դու պատմես մեզ քո էմոցիաների մասին Ներսարի հետ կապված, Նան, որովհետեւ դու շատ խառն ես, հյուրերը քեզ հետ են կապի մեջ, եթե հյուրերը գալիս են ու սպասում են, դու ես հյուրերին զբաղեցնում, եթե հյուրերը ուշացնում են, դու մեզ ես զբաղեցնում, դու անընդհատ ծանր աշխատանք ունես անելու։ Բայց ամեն ինչ անում եմ շատ մեծ սիրով, ես շատ եմ սիրում մեր թիմը ու ամենակարևորը մեր թիմում այնա, որ մենք իրար հայացքով ենք հասկանում։ Ես ասենք կարող է Արմիդային կամ Նելին կամ Ադրինային կամ Մելանիային ինչ-որ բան ասեմ, ուզենամ ասեմ, իրանք հայացքով արդեն հասկանում են։ Դե Արմիդայի հետ դա շատ վաղուց է արդեն տեղի ունենում։ Հայացքներով հասկանալը շատ եմ սիրում ես իմ աշխատանքը, ինքը դժվար է, բայց շատ հաճելի է, շատ։ Հրաշալի։ Քեզ հետ աշխատելը մի առանձնահատուկ հաճույք է, որովհետև դու իմ կյանքի ամենահեշտ աշխատվող հաղորդավարն ես։ Նանա, ես կարմրեմ, սիրելի Նանա։ Բոլոր հաղորդավարները ովքեր նայում են այս հաղորդումը, նայում են Նանայի խոստովանությունը, այո, Նանա։ Զանգեր ես ստանալ։ Բոլորը լսեցին, պարոն Բարսեղյան, ես ձեզ կզանգեմ։ Իմ կյանքում հեշտ հաղորդավար, չգիտեմ անունը տամ, թե չտամ, ու Ներսեսն է, ուսը։ Սիրում եմ քեզ Նանա։ Հաղորդավար եւ Ներսես։ Սիրում եմ քեզ Նանա։ Ես էլ քեզ շատ։ Սիրելի Նան, բայց ո՞րն է եղել այն պահը, որ դու մտած այս 5 տարիների ընթացքում ունեցել ենք շատ դժվար պահեր, շատ ծանր իրավիճակներ, աշխատանքային, տեխնիկական եւ այլն, այ որ պահն ա եղել, որ դու ասել ես վերջ։ Վերջ։ Ես գնում եմ։ Երբ որ հյուրը կարա մի օր առաջ զանգի ու ասի ես չեմ գալիս, բայց առանց լուրջ պատճառի։ Այդ ժամանակ այո ասել եմ։ Կարող է դու Վերջ։ շատ լուրջ զայրանաս։
Այո։ Հասկացա։ Իսկ եղել է որ ներսարի պատճառով կոպտես ինչ որ մեկին այդ հյուրերը վրա տազդեն ինչ որ բաներ ասեն ու դու տենց ասած լսի դու կարող ես Չէ։ Ասապես ասել եմ, մտքումս ասել եմ դուք գիտեք։ Մտքում, իրանց չէ, ասել եմ ձեր որոշումն է։ հրաշալի Արմիդա սիրելի Արմիդա 5 տարի շարունակ խելահեղ օրեր են եղել ես հիշում եմ որ նաև մենք երբ նոր սկսեցինք ներսարի նկարումները մենք շատ ավելի երկար էինք աշխատում Շատ նոր էր ֆորմատը հավաքվում ամեն ինչ դեռ նոր էր դասավորվում լուսաբացին էինք տուն գնում ամիսներ շարունակ եւ ուզում եմ որ դու ինձ պատմես Արմիդ այդ ամենածանր ժամանակներից ներսարի այդ ժամանակ կպատկերացնեիր որ ինչ որ ժամանակ կգա որ ամեն ինչ կկարգավորվի հունի վրա կընկնենք կունենանք հրաշալի միջավայր մի խոսքով այն ինչ որ մենք ունեցանք տարիների քրտնաջան աշխատանքից հետո ես ուզում եմ պատմես ինձ քո սկզբի եւ դրանից հետո արդեն այդ անցումային շրջանից հետո զգացողությունների մասին ուզում եմ պատմես որ քո կյանքում մեկը քաոսը շարունակվում է բան չի փոխվել ամեն դեպքում ծանր աշխատանք է սա Քաոսը միշտ կա Ներսես ջան, բայց երբ որ հավաքվում են մարդիկ, ում հետ դու սիրում ես աշխատել ու հաճույք ես ստանում աշխատելուց, որտեվ երբ որ կա հստակ, այսպես ասած, հանձնարարություն, որ դու գիտես, որ այս ասա, բոլորը մեր ժողովների մասին է ես կուզեի մի քիչ խոսել, որ քննարկված, կետ գրված, այդ ամեն ինչը կա, քեզ ավելի հեշտ է դարձնում ցանկացած բարդ process ու հա չեմ թաքցնի, որ այդ սկզբի ժամանակները, երբ որ երկար էին տևում նկարահանումները, մի քիչ բարդ էր, հոգնում էինք, ասենց կարող է մի պահ ասենց նստեինք, ասեինք, բայց դե ասենց, նենց, բայց հիմա ես կարող եմ ասել, որ տենց, չգիտեմ, հեռուստադիտողը գիտի թե չէ, մենք մի օրում մի քանի հաղորդում ենք նկարում ու հաճույքով վերջում էլ որ վերջանում, ասում ենք ոնց վերջացավ ու սպասումով ենք լինում ու դա մի քիչ գալիս է այսպես ասած ղեկավարից, որին մենք պաշտում ենք ու այստեղ նստած է ու ձևավորած թիմը ու աշխատանքային փորձը, մարդկանց մոտեցումը քեզ ստիպում է, որ դու անես այնպես, աշխատես լավ, լինես լավագույնը ու անես քո լավագույնը, որ ամեն ինչ լավ ստացվի ու քեզ էլ չենք մոռանում, որովհետև սիրում ենք քո հետ աշխատել, որովհետև ես դե նանան կարող է ունի սիրելիներ, բայց ես կարող եմ ասել, որ դու իմ ամենասիրելի հաղորդավարն ես ու շատ ուրախ եմ այն թիմի համար, որ այստեղ ձևավորվել է ու ես գիտեմ, որ այո, հաղորդումը յուրահատուկ է, հաղորդումը հատուկ է, սիրված է, բոլորը գիտեն ու մենք հեռուստատեսային այս ոլորտում հաստատ կերտել ենք պատմություն այս 5 տարիների ընթացքում, որի հեղինակը մեր սիրելին է։ Պարոն Կեսյան, շատ շնորհակալ եմ։ Մենք բոլորս ենք, որովհետև հեռուստատեսությունում չկա մեկ հեղինակ։ Հեռուստատեսությունը թիմային աշխատանք է եւ հստակ մենք կարող ենք ասել, որ մենք բոլորս այս շոուի մի մասն ենք ու եթե մեզ իհարկե փոխարինել բոլորիս կարելի է, ամեն ինչ կարելի է փոխարինել, բայց գոնե այս իրավիճակում, այո, մենք միասին ենք ստեղծում հաղորդումը, իհարկե Ներսեսի գլխավորությամբ, բոլոր շեֆն ինքն է։ Ես կարմրում եմ, այսօր ես չգիտեի որ իստուր ես ավելի շատ պիտի լավ խոսքեր շռայլեմ այսօր իմ ընտանիքի անդամներին Կարող ես դեռուշ չէ Մոցին Արտուրին Աղոյան միշտ պետք է ասել, որ մենք իրեն էլ ենք շատ սիրում, կապ չունի, որ մոցին շատ ենք սիրում, բայց մոց պատմենք, ասենք դու մոցն ես, չէ, որտեվ երբ որ ես այսօր պիտի կարդայի ձեզ ներս կանչելուց Արտուր Աղոյան, միևնույնն է առաջին մտքով չեմ հասկանում Արտուր Աղոյանով, մոցը, Հələ ստացվում է մեբելի գործանողն է։ Մեբել չկի կանչել են, մեր մոցը ուր է։ Մոց։ Շնորհակալություն Արմիդա, մենք հուսամ դեռ ժամանակ ունենանք նորից զրուցելու, ես ուզում եմ գեղեցկուհի Մելանիային փոխանցենք խոսափողը, ով ամեն ինչ անում է, որ ես կադրում փայլեմ կամ չփայլեմ, ոնց այդ բանին մեզ ձեռք կտա։ Ես սիրում եմ, որ ես փայլում եմ, դիմարդարները չեն սիրում, որ ես փայլում եմ։ Մելան, սիրելի Մելան, իմ ու Մելանի պատմությունը շատ վաղուց է սկսել, մենք 15 թվականից R-News-ից սկսած Մելանը դեռ ինձ փայլեցնում է։ Մելան, տարօրինակ իրավիճակը որն է եղել Ներսարի ինտերվյուներից առաջ, երբ չգիտեմ հասկացել ես, որ հյուրը քեզ խելագարության կհասցնի, որովհետև քո հետ կարող են ամբիցիաներ ունենալ, չէ՞, հյուրերը, չգիտեմ, շպարս մի քիչ սենց անենք, շրթներքս մի քիչ սենց, հայլայթերներս մի քիչ ուրիշ, ինչ դեպքեր են գրանցվել։ Որ ուզեցել ես այդ տանալիս քսս աշկերին ասած ուսարի տեղի։ Այստեղ ոչ մի տարօրինակ բան չի։
Ոչ մի տարօրինակ։ Չես ուզեցել պամադով ոչ մեկին մեծ սենց անես դեմքին։ Չէ, Ինչ չի լավ ա։ եղել։ Միշտ մեծ սիրով աշխատանքս արել եմ, ինչ վերաբերվում էր սիրելուն, երկու բառ կասեմ, այստեղ սենց մի շղթա է գնում վերևից, պարոն Քեշյան ձեզանից, միջև ամենավերջին մաքրուհին, ու բոլորս այդ օղակների մի մասն ենք կազմում, որ բոլորս էլ աշխատում ենք մեծ սիրով։ Աշխատանքի գալուց ընտանիքից դուրս եմ գալիս եմ երկրորդ ընտանիք, ասել եմ ու միշտ ասելու եմ, ապրեք որ կաք։ Դուք ապրեք, ձեզ շնորհակալություն, որ մենք այո, այս ջերմ միջավայրում ենք աշխատում ու ապրում, բայց ես ուզում եմ, որ Ադրինեն նաև մեզ պատմի իր կախարդական աշխատանքների մասին, որովհետև ես շատ եմ սիրում մեր տաղավարը, ինձ համար շատ սիրուն է մեր տաղավարը միշտ, ու այդ ամենի գլխավոր մեղավորը Սիրելի Ադրինեն է, ոնց է ստանում այդ մեջիկը շատ վարքյանական, որովհետև մեր տաղավարում փոփոխությունները շատ են ու անընդհատ, բայց նաև շատ կարճ ինտերվալ կա դա անելու համար, երբեմն մի քանի րոպե։ Ներս ջան, նախ բարի երեկո ասենք մեր շատ սիրելի հեռուստադիտողին, ողջունենք եւ ասենք, որ շատ ուրախ ենք, որ մշտապես մեզ հետ եք Ներս Արիի հետ եւ բոլորիս բարի երեկո, շատ ջերմ եւ գեղեցիկ միջավայրում ենք այս պահին քո գլխավորությամբ, պարոն Քեշյանի գլխավորությամբ։ Ներս ջան, իմ տան նման եմ վերաբերվում, բոլորդ գիտեք, իմ տունը ամեն անկյունում ինչ որ բան կա դրված, ես դա շատ սիրում եմ եւ այստեղ էլ տարբերություն չկա։ Ամեն անկյունին վերաբերում եմ ինչպես իմ տանը, ինչ որ մի բան կզարդարեի, կձևավորեի։ Հիմնականում գիտես, մեր տաղավարը անփոփոխ է, մեծ փոփոխություններ ենթադրենք թե ֆորմատն է թելադրում դա, փոփոխություն չկա, բայց տոն օրերին կամ ինչ որ միջոցառումների ժամանակ, այո, ինչ որ անկյուններում ինչ որ բաներ են հայտնվում, որոնք, չգիտեմ, հուսանք հեռուստադիտողին էլ հաճելի է, նրա աչքին հաճո է։ Ես վստահեցնում եմ քեզ որ այդ էներգիան ու այդ ջերմությունը միշտ փոխանցվում է մեր հեռուստադիտողին, որովհետև հետո մենք դա զգում ենք մարդկանցից, թե ինչ էներգիա է մեզ հետ գալիս, եւ թող հիմա մեզ Հարութը պատմի իրենց երաժշտական անցուդարձից, որովհետև շատ տարբեր իրավիճակներ ենք ունենում, երբ առանց փորձի նույնիսկ ես ուղղակի ասում եմ, հիմա մի հատ էս մի գործ տեղում շատ է լինում, բայց դա մենք միշտ նվագում ենք, մենք եթե եթերը չի լինում այդ ժամանակ էլ ենք նվագում։ Այո, ստոպերի ժամանակ։ Իսկ ամենախնդալու պահը հիշես, որ եղել է այս տարիների ընթացքում ամեն օր։ Որովհետև երգերը ուզում ենք որևէ կերպ համապատասխանեցնել հյուրերին մեկ-մեկ, իսկ եղել է որ դες չես սիրել այդ հյուրին, ասել ես մա տես ենք նվագում, ասենք չգիտեմ խոսքի։ Ոչ թե չեմ սիրել, բայց տենց եղել է որ ասես սրան մի շատ վատ երգով լնեց բերեք։ Մուրը թանելու եմ որովհետև Խոստովանեմ, հյուրին տենց հայտնի հյուր ա եղել, չեմ սիրել իրականում 8 դուբլ ա եղել, բացի դրանից էլ եղել է որ տղա ա եղել ու աղջիկա երգում ենք դիավոր է տղեկ ասում էին, ասում էին հա, պարտադիր, միանշանակ պետք է լինի, բայց դու նկատել ես այդ բոլորը։ Ես դու ամեն ինչն ես նկատել։ Ուղղակի ոնց որ եթե տեսնում ծայրահեղ չի իրավիճակը, վայելել այն։ Գնանք Մոնիկայի հետ զրուցելու, որտեղ Մոնիկան մեր SMM դաշտի պատասխանատուն է, ծանր պատասխանատվություն է Մոնուլի վրա դրված։ Այսօր ինտերնետ տիրույթում ինֆորմացիոն հոսքը սարսափելի արագ, սարսափելի շատ, սարսափելի խիտ ու դժվար պայքար, մոն քո դժվարությունների մասին ուզում եմ որ պատմես մեզ այս 5 տարիների ընթացքում։ Նախ ասեմ, որ ես երևի թե ամենանոր աշխատակիցն եմ Ներսարիում, չնայած նրան, որ արդեն 3 տարի աշխատում եմ ձեզ հետ։ Այո, դու մեր նորեկն ես։ Ես ձեր նորեկն եմ, բայց շատ կապնված եմ բոլորի հետ, բոլորից շատ սիրում եմ ու ասեմ, որ ամենաշատը սիրում եմ այն պահը, երբ որ գալիս է ամառը ու մենք Ներսարիի թիմով գնում ենք քաղաքից դուրս ու այնտեղ բոլորս լինում ենք ավելի անկեղծ, ավելի ինձ միջավայրում, որտեղ կարող ենք ավելի ազատ զգալ մեզ ու ես ամեն տարի սպասում եմ, որ ամառը գա, մենք միասին գնանք team building-ի։ Դրանք ոչ եթերային։ Ու առաջարկում եմ եթերով, որ մենք ավելի հաճախ հանդիպենք, ոչ թե միայն ամառը։ Խաշի գնանք վաղը։ Ինչու ոչ։ Իմ դժվարությունները աշխատանքի մեջ եղել է, երևի թե մի անգամ է եղել, որ Չէ, ոչ թե դժվարություն, այլ ամենահետաքրքիր դեպքը, չգիտեմ, որ նկարես
post-ել հրապարակել Ներսարի Instagram-ին էջով ու հյուրը զանգել ասել լսի դու չես տենում փորեսը տե իշխախը դες բաներ հաստատ քեզ ասել է Եղել է դեպք, որ իքական սերի ներկայացուցիչի նկարել եմ ու ինքը իրեն չի հավանել հրապարակումից հետո ու խնդրել է որպեսի մշակի նկարը եւ մշակված նկար ուղարկի որպեսի ես տեղադրեմ ու այսուհետ ես էլ հետը կողքը դարել եմ տիկնիկ չէ վախտի բերմամբ մենակ իրեն էր մշակել ու դրանից հետո ես սովորել եմ միշտ հյուրերին նախարարությունը ցույց եմ տալիս նկարը հարցում եմ արդյոք նա հավանում է թե ոչ եթե չի հավանում նորից եմ նկարում ենքան մինչև մենք հյուրի ուզած նկարը ստանանք ու ինքը իրեն գեղեցիկ զգա դեպքեր չեն եղել որ բլոկ անես Չէ, երբեք։ Մեզ միշտ լավ մեկնաբանություններ են գրում համենայն դեպս Instagram-ով։ Հրաշալի։ Անահիտ, սիրելի Անահիտ։ Անահիտը շատ պատասխանատու գործ է անում, որովհետև երբեմն ես ունեմ շատ երկար ու ինֆորմատիվ տեքստեր ու եթե Անահիտը չլինի այդ բային ինձ հետ նախ չխմբագրի եւ հետո դրանք չուղարկի ինձ որպեսզի ես կարողանամ կարդալ, շատ դժվար կլինի իմ իրավիճակը, այնպես որ Անահիտը իմ կյանքում շատ կարևոր մարդկանցից մեկն է, որպեսզի ես կարողանամ շատ վառ, սահուն ու նոն-ստոպ խոսել ցելի հերոստատիտող։ Անահիտ պատմիր իմ ու քո անախորժ իրավիճակներից մեկը, որովհետև երբեմն մենք վարկանների ընթացքում պիտի հասկանանք իրար, որպեսզի նորից չսկսենք նկարահանումը։ Երբեմն դա մեզ մոտ ստացվում է, երբեմն չի ստացվում։ Ճիշտն ասած, տենց դեպքեր չեմ հիշում, որ չհասկանանք, բայց ես մեկ-մեկ չեմ լսում դու ինչ ես կարդում, բայց մոտավորապես հասկանում եմ, որ պետքա այսինչ տեղից դնեմ, որովհետև մեկ-մեկ երաժշտությունը ինձ խանգարում է, բայց ես տենց մոտավորապես տենց սկսում եմ կամաց-կամաց ականջի պոչով լսել, ինչ ասեց Ներսեսը։ Հա, ես արդեն ասում եմ, Անահիտ իմ տեմպոռիթմը գիտի, կարող է շատ բարձր երաժշտություն ունենք այդ բային բենդով, ես կարդամ տեքստը, բայց սինխրոն մենք նույն տեմպոռիթմով գնանք։ Գիտես, ես թատրոնում երբեք չեմ սիրել հուշարար մասնագիտություն ունեցող մարդկանց, որովհետև ես թատրոնում միշտ խանգարում են այդ մարդիկ։ Ուզում ես ստոպ խաղաս, ինքը մտածում է տեքստը մոռացել ես, տանկից ասում ես, «Արա թող դրամա եմ խաղում, թող հեսա երկու վարկա թող շուշկացնեմ կասեմ տեքստս»։ Բայց հեռուստատեսությունում իսկապես ես շատ սիրում եմ եւ քո կարիքը շատ զգում եմ հաճախ։ Եվ շնորհակալություն, որ դու ինձ հետ ես ան։ Դե ես հիմա գնամ իմ աշխատանքային գործիքի մոտ, ձեր թույլտվությամբ, որ միասին աշխատենք։ Ես գիտես միայն ուրախ եմ, երբ դու քո հուշարարի տեղում ես, որովհետև ես ինձ այդ բանին շատ ավելի ապահով ու հանգիստ եմ զգում։ Դե ես գնացի։ Շնորհակալություն Անահիտ։ Եվ իմ գեղեցկուհի Նելին հասնելու ժամանակն է, Նելին ով անverջ պատրաստակամ է ամեն ինչ անելու, որ իմ կյանքում ամեն ինչ լինի շատ կոմֆորտ, լավ ու հարմար։ Նել, դու շատ երկար տարիներ էլի TV-ում ես ու ամենատարբեր նախագծերում ես աշխատել ու այստեղ Ներսարի կորիզի ամենակարևոր ընտանիքի անդամներից մեկն ես։ Ուզում եմ դու ինձ պատմես քո ամենահետաքրքիր էմոցիոնալ իրավիճակը Ներսարի հետ ստեղծված այս տարիների ընթացքում։ Նախ շնորհակալ եմ ու շատ ուրախ եմ, որ այս մեծ ընտանիքի մի մասնիկն եմ կազմում ու այստեղ յուրաքանչյուր աշխատանք, յուրաքանչյուր աշխատակից պատասխանատու է մոտենում իր աշխատանքին, որպես այդպեսին սկզբնական շրջանում ա եղել, երբ որ դրսում նկարահանումներ էին լինում, դեռ նոր էինք հասկանում, որտեղ ինչպես կարելի է նկարել ու միջև արևածագը պիտի մենք նկարահանեինք, վերջացնեինք, որպեսզի նկարահանումները, կադրերը ավելի սիրուն, ավելի էսթետիկ լինեն։ Այդ շրջանն է եղել, որ որոշակի առումով դժվար է եղել, մնացած բոլոր եթերաշրջանները, նկարահանումները ուղղակի հրաշալի են անցել, չգիտեմ, իմ համար Ներսարին այն առանձնահատուկ նախագծերից մեկն է, որը ես առանձնացնում եմ իմ համար եւ ուրախ եմ, որ աշխատում եմ այս մեծ թիմի, պարոն Քեշիշյանի գլխավորությամբ ու ճանաչում եմ յուրաքանչյուրին ու չգիտեմ, իմ համար Ներսարին իմ կյանքում առանձնահատուկ տեղ է գրավում, շատ եմ սիրում այս մեծ ընտանիքը։ Շնորհակալությունն էլ, այո, այս խոսքերի համար ու ամենակարևորը որ այս էներգիան տարիներ շարունակ մենք կիսել ենք միասին, բայց հիմա մենք այստեղ նստած ենք ու շատ մարդիկ, ովքեր այստեղ նստած չեն, էլի տարիներ շարունակ ամեն ինչ արել են, որ մենք լավագույնս կարողանանք ձեզ ներկայանալ ցելի հեռուստադիտող, դրա համար կուզեմ նաև հնչեցնենք այդ մարդկանց անունները, պարոն Աղայան, սկսենք քեզնից, ախր մոտ դուք տեսնում եք, ժոր ինձ թվում է մոնտաժելուց հաստատ նենց կլինի, ընդհանուր կադրեր էլ կլինեն, դուք հասկանում եք, որ ինքը զրույցի ընթացքում անդադ սենց բաներ է, օպերատորների Չիլի մոնտաժ ձախը, ձախը, մերը միտի, անդոշ, ոնց պատմի էսա, դուք
չգիտեք ախր ինչեր է կատարվում ետնաբեմում, էլի հեռուստադիտող, դա իսկապես շատ հետաքրքիր է։ Դե պատմի, եթե որոշել ենք պատմենք այսօր ամեն ինչ, պատմիր։ Պատմիր առաջի անգամ, երբ որ դու լսում ես ձայներ եւ չէիր հասկանում դա ինչ է։ Ես քանի որ չգիտեի, որ մոցը տենց հիստերիկա, տենց հիստերիկա։ Հա, ու դե օպերատորները տաղավարում աշխատող օպերատորներ ունեն ականջակալներ, որպեսզի լսեն այդ պահին նկարող ռեժիսորի հրահանգները։ Ու ես առաջին ինտերվյուներն ենք նկարում դեռ, առաջին զրույցներն են։ Զրույցի ընթացքում լսում եմ ինչ-որ Ձեներա գալի, դե լավ, մեկ էսպայն հեռուստատեսությունը, մեկ սա մեծ ընկերություն է, որտեղ նկարվում են տարբեր հեռուստասերիալներ, չգիտեմ, հեռուստանովելներ, ու գուցե հիմա ինչ-որ շատ էմոցիոնալ տեսարան, հաջորդ ինտերվյուն նկարելով, Ինչ է սերիալը սկսում նկարել, հենց մեր ճանկի պահին, հենց ստոպա, չկան այդ ձեները։ Հետ ես հասկացա մոցը ու խնդրեցի ուղղակի մեր հասկացա որ ոչ մի ձև չի լինելու այդ գոռոցները քչացնել ուղղակի խնդրեցի որ օպերատորները տաղավարում իջեցնեն իրենց ականջակալների ձայնը որ զրույցների ընթացքում ինչ չխանգարի մոց այո ինչ ես ուզում լսես ուզում եմ թվես այն մարդկանց անուններն ովքեր այսքան տարի շարունակ լսում են այդ գոռոցները բայց շարունակում են դեռ ապրել ու քայլել մեզ հետ ներսում մեր սիրելի մարդկանց մասին սիրելի օպերատորներին Աշոտո Հովանեսյան Արման Ալոյան Տիգրան Հունանյան Թվեմ Արամը Ջանաջան հիմա որ նկարում են ասեմ էլի Հայան Պետրոսյան եւ նաեւ Արայք Սահակյան քանի օպերատորներ մեր լավ ընկերները այնց առաջի օրվանից մեր հետ են եղել տարիներ շարունակ այո տարիներ շարունակ դե ընդհանուր փոխվում են մեկը մի գործ ունենում մեկը հիվանդանում եւ այլն ես շատ շնորհակալ եմ սիրելի օպերատորներ ձեզ այսքան տարի ձեր ականջները փչացնելու համար կներեք ինձ։ Այո, շնորհակալություն ձեզ, իսկապես շնորհակալություն բոլորին, ովքեր տարիներով աշխատում են։ Ռեժիսորներին մեր ողջունենք նաև, եւ հիմա որ աշխատում են Արամ Ստեփանյան եւ Վահեն Հակոբյան, ողջույն տղաներ, նորմալներ։ Տղեկ, շնորհակալություն ձեզ, այո։ Եվ մեր լուսային ռեժիսորին Մինասին Մուքելյան։ Շնորհակալություն Մինաս։ Եվ իհարկե դե պետք է ասել, որ սա բնականաբար մեծ կառույց է։ Գիտեք, հեռուստատեսության հրաշքներից մեկը որն է, որ իրականում մենք շատ մեծ կառույց ենք, այստեղ ամեն ինչը, այդ որ հիմա կա չէ, այտենց արտադրություն կոչվածը, դա արտադրություն կոչվածը դա այդ բառը կոնկրետ իմաստով դեռևս գալիս է այն խորհրդային տարիներից հեռուստատեսային արտադրություն։ Հիմա դա դառել է production ավելի այտենց բան է, հա։ Cool անվանում է, բայց այդ cool անվանման տակ կան կանգնած լիքը մարդիկ, մեր բեմադրական մասի աշխատակիցները, մեր տաղավարի մաքրությանը եւ կարգ ու կանոնին հետևող մարդիկ, տեխնիկական անձնակազմը, ամեն մեկը, չգիտեմ, ամեն մի տեսախցիկի հետ աշխատում է մի տեխնիկական մարդ, ի վերջո այս տաղավարը, մեծ տաղավար է, որը սպասարկման կարիք ունի, այդ կա սպասարկող անձնակազմ, այս ամեն ինչը այս սենց, եթե մենք այս ամեն չգումարենք, մի մեծ աուդիտորիա կարողա չտեղավորեինք, որ բոլորին կարողանայինք հրավիրել, այս շատ մեծ, չգիտեմ, ես միևնույն է շատ եմ սիրում այն ինչ-որ այն տրանսվորմացիաները, որ կատարվում են այսօր հեռուստատեսային ոլորտում, հեռուստատեսային դաշտում, բայց միևնույնն է այս մեծությունը, այս շատ ոգևորող ու շատ ադրենալինով լի այս կտորը, որ այսքան մարդ հավաքված են, որպեսզի ստեղծեն մի հատ կոնտենտ, այդ դե հրաշքի նման մի բան է, չգիտեմ, այդ շատ կարևոր ու շատ հետաքրքիր բան է, կտորա, որը ենթադրաբար մարդիկ մտածում են, հա, դե լավ, 15 րոպե էր, 20 րոպե էր, կես ժամ էր, դիտեցինք անցավ գնաց, այս ամեն չի հետևում կանգնած են մարդիկ, ովքեր սարսափելի շատ են սիրում իրենց աշխատանքը, որի համար ես շնորհակալ եմ բոլորին, շնորհակալ եմ։ Այո, շնորհակալություն բոլոր մեղավորներին, բայց ես տեսնում Նանան այնտեղ մոռացանք սեփական հուշարարով է եկել, Նան։ Այո, հուշարարով ես մի բան ասեմ, թե չէ այս ամեն ինչը կմոնտաժի մեր անփոխանեն մոնտաժով մոնտաժը սպանունել են տալի շնորհակալություն Ես պարզապես ուզում եմ պարոն Քեշյանը որ ասեց իրանց անունները նշեմ ու գրել եմ որ հանկարծ ոչ մեկին չմոռանամ տեխնիկական անձնակազմի մեր ամենակարող Արամաս Սարգսյան, Գոր Քոչարյան, Վարդան Գրիգորյան
Այս երկը սիրով for all my bitches։ Ուդիկին Սեդան Համբարյան ու բեմադրականի աշխատակիցներ Հմայակ Ավետիսյան եւ Արամ Գրիգորյան բոլորին շատ դու երաժշտական պոստար կղմարեի դարա Այո, շնորհակալություն իսկապես բոլոր մարդկանց ովքեր տարիներ շարունակել են նվագախմբի երաժիշտերին մեր հրաշալի Շուշանին Մանխասյան մեր մյուս դիմահարդար ով լքել է ինձ Գեղամին Թադևոսյան Լևոնին Կոստանդյան, Ստյոպին իմ սիրել։ Մի խոսքով, այստեղ հարյուրավոր մարդիկ են մեզ հետ այս տարիների ընթացքում ապրել, որոնց իսկապես շատ շնորհակալ ենք։ Ձեզ եմ անչափ շնորհակալ, որ մենք կարողանում ենք մեծ հույս ունեմ, որ այս փոքրիկ ջերմության կտորը միասին ստեղծել ու ուղարկել մարդկանց տներ, տալ մի փոքր ավելի լուսավոր էներգիա այդ մարդկանց։ Շատ շնորհակալ եմ ձեզ հրաշքը կիսելու համար եւ հուսով եմ, որ մենք դեռ երկար միասին հրաշքներ կգործենք։ Լավ, այս տարիների ընթացքում իրականում մենք հայտնվել ենք շատ հաճելի իրավիճակներում, շատ տհաճ իրավիճակներում, չնախատեսված իրավիճակներում, երբեմն իրավիճակներ, որոնք կարող են լինել անդառնալի, օրինակ հիշում եմ, որ մոցը մի քանի հոգի էլի մեր տեխնիկական թիմից մարքետը վերցրել էր ու գլուխը տնկած մեր Ադրբեջան։ Պատմությունը։ Առաջի անգամ արտը գնա նկարահանման էին գնացել, շատ ուրեմն առավոտից գնում էինք Դիլիջանից Բերդ նկարանում ենք անում, շատ ուշ վերջացնում ենք, գալիս ենք առավոտյան, մի հատ Բերդ քաղաք, այո, Տավուշի մարզում ենք, բայց եւ կարծում եմ բոլորը հիշում են այդ հաղորդումների շարքը, որ Տավուշում էինք նկարահանել։ Մի խոսքով գալիս ենք առավոտյան նորից հաջորդ օրը գնում ենք նկարահանման, դե հոգնում ենք եւ այլն, ուրեմն ես եմ վարորդն եմ նաեւ իմ մեքենայի եւ իմ հետ Նելի դու էի, Շուշաններ, եղավ մի խոսքով։ Բայց այստեղ մի գաղտնիք է բացեմ, որ հեռուստատողն էլ հասկանա ինչա տեղի ունենում։ Բնականաբար մենք գիշերային շոու ենք եւ տաղավարում դա չի հասկացվում գիշերա, լույսա, մութա, մենք կարող ենք նկարահանումներ սկսել իրականում առավոտվանից եւ գնալ մինչեւ երեկո հասնել մեր տրամաբանական ավարտին։ Երբ արտագնա նկարահանումներ են եւ մենք ուզում ենք դա անել բացօթյա ամառային շրջանում, որտեղ երևա իսկապես այդ միջավայրը, որտեղ մենք գտնվում ենք, մենք ուզենք թե չուզենք, պետք է սկսենք այն պահից, երբ մթնում է։ Իսկ ամռանը մենք բոլորս շատ լավ գիտենք, որ մթնում է ուշ։ Դա երեկոյան 10-ին է, այսինքն մենք գրեթե նույն ժամային ռեժիմում ենք, ինչ իրականում մեր հաղորդումը գնում է եթեր։ Այդ իմաստով, այո, ուզենք թե չուզենք, մենք գիշերային մինչև լույս կարող է մինչև համարյա ժամը 4-ի 5-ի կողմերն էր երևի, արդեն վերջացրեցինք, դուրս եկանք, գնում ենք։ Այնտեղ բերցում երկու ճանապարհ կա, մի հատ աջ վերև է բարձրանում, մի հատ ներքև է իջնում։ Այդ մասը դե քանի որ ծանոթ չեմ քաղաքին, տենց նորմալ ճանապարհը տարավ։ Գնում ենք։ Ու մոցն ասում խոսացրեք, որ ես չքնեմ։ Հա, ես էլ արդեն հոգնած եմ ասում, երեխեք խոսացեք, երաժշտությունը բարձրացնեմ, ես չքնեմ։ Գնում ենք, լույսերը հանգում է։ Էլ բան չկա։ Ասես մեկ գնում ենք հողի ճանապարհը, արդեն սկսում, բայց տեսնիչներ ասֆալտ էր որ եկել էին։ Էլ լույս չկա, մեկ էլ քարտեզը որ չդրեցինք, դենակ արդեն մի քանի մետր են կողմ Ադրբեջանի Հանրապետությունա գրած, նորից թեքվել ենք, այդ ճիշտ ճանապարհով մի խոսքով գտանք, վերջապես դուրս եկանք, ու երբ որ արդեն մտնում ենք Իջևան, ես այլևս բան չեմ հիշում։ Մեկ էլ հիշում եմ, երբ որ արդեն աչքերս բացեցի, ու դուրս արդեն Իջևանը դուրս ենք եկել։ Բոլորս քնած ենք։ Բոլորը քնած են։ Կանգնել եմ, մի հատ վախեցել եմ, ասում եմ, մի րոպե, էս ինչ կատարվեց, ասում եմ, ժողովուրդ տենամ սաղ քնած եմ, ասում դա ոչ մի կտոնե, մեկը տոնե Արթուր մնենք, չէ՞ թե մի բան անենք մեզ, բայց ամենահետաքրքիրը այդ չի, դրանից հետո գնացինք հասանք Դիլիջան, քուններս փախավ, գնացինք հաց կերան գիշերվա ժամը 5-ին, հիշում ես։ Ես հաջորդ տարի նկարանում պատմությունների համար։ Բայց դա երկրորդ սերիա ունի ներսես։ Մի քանի ամիս հետո նորից գնում ենք Բերդ նկարահանման, այդ ժամանակ վարորդը ես չեմ, մեզ միկրոավտոբուսով տանում են նկարահանման եւ նորից տանում են Դիլիջան։ Ուրեմն կանգնած նկարահանումը վերջացել է, խոսում ենք վարորդի հետ, ասում ենք, բայց մի քանի ամիս առաջ իմացար, ասես գնացինք, հասանք Ադրբեջանի սահման եւ այլն, ասում եմ, հա բայց աջ պիտի գնայր, էլի ներքևը տեյա գնում, էլի աջ պիտի գնար, ասում եմ, հա լավ,
Գնում ենք։ Ու նորից վարորդը։ Ու ինքը տարվա այդ ճանապարհով։ Գնում են նորից այդ ճանապարհով, բոլորը ընդ ժողովուրդ սխալ են գնում, ժողովուրդ ասում են գնում նորից հետ դարձ, նորից նույն ճանապարհով։ Հա, բայց մենք երկու անգամ ենք հետ վերադարձել նույն կետին։ Գնացինք, պտտվեցինք, էլի եկանք նույն։ Մի խոսքով, Բայց կարևորը մենք չենք կորցրել։ Այո, դե չէ, պետք է լինել զգուշ, շատ այո, փառք Աստծո։ Բայց ես սիրում եմ մեր արտագնա նկարանումները, թե Արագածոտի մարզում ենք արտագնա նկարանումներ ունեցել, Արմենիավայնի հրաշալի գործարանի տարածքում, թե մեր մոտ Երբ որ գիշերը հիշում ես մի անգամ երաժշտության համար հիշի պատմությունը Արմենիա երաժշտության տարածքում երբ որ գիշերը նկարանում էինք անում ոստիկանությունից եկան մեր հետևից որտեղ մեր հարևանները այո քիչ նեղվել էին Մի փոքր էր անցել Տասնական 4 էր ընդամենը նշ գիշերը ժամը 5-ին մենք ավարտում էինք երաժշտական հատվածը համարյա Վեկան մեր Մի խոսքով շատ հրաշալի ժամանակներ էր եւ հիմա էլ հրաշալի ժամանակներ եւ հիմա ու մենք ուզում ենք ուղղակի ձեզ պատմել, որ այս տարիների ընթացքում մենք այո շատ սարսափելի, շատ էմոցիոնալ պահեր ենք ապրել միասին եւ ի վերջո այս ամեն ինչի վերջնակետը հենց այն ինչ որ դուք տեսնում եք տանը նստածել հեռուստադիտողներ, մենք այս թիմով, այս մեծ ընտանիքով եւ շատ ավելի մեծ թիմով, որոնք այս պահին մեզ հետ կադրում չեն, տարիներ շարունակ փորձում ենք ուղղակի ձեզ մի փոքր ավելի դրական էներգիա փոխանցել Հույս ունեմ, որ մեզ մոտ դա ստացվել է տարիներ շարունակ ու ես մեծ հույս ունեմ, որ մենք դեռ կկարողանանք մարդկանց լուսավորել երկար ժամանակ։ Շնորհակալ եմ ձեզ։ Այսպեսին է Ներսարի մեծ ընտանիքը, բայց ասում եմ, որ մենք շատ ավելի շատ ենք ուղղակի մետաղարում ես կարող տեղավորվեինք հիմա։ Շնորհակալություն եմ ուզում եւս մեկ անգամ հայտնել բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում որևէ կերպ առնչվել են Ներսարին, որևէ կերպ տվել են իրենց դրական էներգիան, իսկապես դա անգնահատելի է, շատ շնորհակալ եմ ես բոլորիդ, շատ ուրախ եմ, որ Իմ կյանքը քայլում եմ հենց ձեզ հետ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Մենք էլ քեզ ենք շնորհակալ, այո։ Այսպեսին էր այսօր Ներսարին, շնորհավոր Սուրբ Ծնունդ, շնորհավոր ընտանիք, շնորհավոր Ներսարի եւս մեկ անգամ, չգիտեմ, սա մենք ենք, մենք ձեզ սիրում ենք, շնորհակալություն ձեզ, որ արդեն տարիներ շարունակ դիտում եք մեզ։ Եթերում Ներսարին էր, կհանդիպենք շատ շուտով, մնացեք բարով, բարի գիշեր։ It's so delightful. The sun's one of place to go. Let it snow, let it snow, let it snow. And it doesn't show sun is stopping, but the fire coming popping. The lights are turned way down low. Let it snow, let it snow, let it snow. When we finally kiss goodnight, how I hate going out in the storm. But if you really hold me tight, all the way home I'll be warm. And the fire is slowly dying, and my dear, we're still goodbying. But as long as you love me so, let it snow, let it snow.